Ճարտարապետությունը և գործունեության տեսակ է, և այդ գործունեության արդյունքում առաջացած առարկայական միջավայրը։ Եթե որպես գործունեության տեսակ, հիմա խնդիրը կայանում է նրանում, որ ես իմ աշխատանքի բերումով պիտի ասեմ բաներ, որ ասում եմ դասախոսության ընթացքում, որովհետև դա փորձել եմ սեղ ներկայացնել ուսանողների և չխաբելով իրենց, այսինքն կոնկրետ մոտեցնելով ավելի պարզ հասկացնելի տալով ինչու, որպես գործունեության տեսակ ինչ բանաձև ենք առաջարկում։ Աշխարհագրական որոշակի վայրում կենսագործունեության համար գեղարվեստորեն գիտակցված միջավայրի ստեղծում, այստեղ բանալի բառը գեղարվեստորեն գիտակցված է, որտև եթե Վիտրուվիոսից սկսենք, Վիտրուվիոսի եռամիասնությունից, ես դրա մեկնաբանությունների մեջ շատ հավանել եմ Նովիկովի մեկնաբանությունը, Վիտրուվիոսի եռամիասնության վերաբերյալ, ինքը տեսնելով Վիտրուվիոսի բանաձևը ամրություն, պիտանիություն և գեղեցկություն, առաջարկում է ուրիշ բանաձև, գիտություն գումարած տեխնիկա փակագծի մեջ բազմապատկած արվեստով, էս է հավասար է ճարտարապետություն։ Հիմա ցանկացած արժեք, եթե բազմապատկում ես 0-ով, ստանում ես 0, այսինքն եթե արվեստը 0 է, ճարտարապետությունը չկա, չի կայացել։ Շատ լավ մոտեցում է և դրանով կարելի արդեն գալ երկրորդ մասին, որպես գործունեության արդյունք ճարտարապետությունը, որ գնահատում ենք, ուրեմն առանց գեղեցկության, առնվազն այդ ստեղծագործությունը, այդ ստեղծվածը, այդ առարկան ուրեմն ընդունելի չի լինի որպես ճարտարապետ։ Նշանակում է մենք համարում ենք, որ այդ ինչ որ ստեղծում ենք մեր միջավայրը, մարդու ստեղծած արհեստական միջավայրը ամբողջ կարող ենք կոչել ճարտարապետություն, եթե դա ստեղծել է այդ մարդը, որը գիտությունն ու արվեստը կարող է միացնել իրար, դա կոչվում է ճարտարապետ։ Բայց բանից պարզվում է, որ ասենք 70-ական թվականների մոտավորապես սկսեց օգտագործվել մի հասկացողություն ճարտարապետություն առանց ճարտարապետի։ Ուրեմն ճարտարապետություն առանց ճարտարապետի, հետո անունը դրեցին վերնակուլյար, տերմին առաջացավ վերնակուլյար ճարտարապետություն։ Եթե նայում ենք ինչի մասն է խոսքը, պատկերացնում ենք, որ դրանք ասենք բրազիլական այդ ֆավելաները եւ այլն այդ տիպի ստեղծած կամ իտալական հարավի Նեապոլի շրջակա քաղաքները ծովափնյա չէ, որ չի նախագծվել ուղղակի կառուցվել է բնակիչների կողմից, դրանց միավորող ինչ կա, հետաքրքիր է այստեղ ուսումնասիրել, տեսնի ինչն է միավորում, այնուամենայնիվ դրանք ընդհանրություն ունեն, դրանք ճանաչելի են, դրանք տեղի հետ հարմարեցված են, դրանք ինչ որ ներքին, ինչ որ կարգ ու կանոնի որոշակի էլեմենտներ ունեն։ Ուստեղից կարող ենք եզրակացնել, որ այդ գեղեցկությունն էլ ճարտարապետության համար դրված է եղել ուրեմն քաոսից, ոնց որ Աստված քաոսից ստեղծեց երկիրը եւ այլն, ուրեմն այդ քաոսից ստեղծել կանոնավորություն, կարգ, կարգ բառը եթե վերածենք օտար լեզվի, ստացվում է օրդեր, չէ՞, դասական ճարտարապետության մեջ օրդերը գեղեցկության չափանիշ էր, օրդերային համաչափությունները եւ այլն, չէ՞։ Ուրեմն մենք մեր շրջապատող միջավայրից առանձնացնում ենք տարածքներ, կարգավորում ենք, կարգ ենք տալիս, դա կարող է ապացուցվել նաև այն հանգամանքով, չէ՞ որ ճարտարապետության մեջ այնուամենայնիվ ոճեր են առաջանում։ Ոճերը չեն կարող ընդհանրություններից չունենալով առաջանալ, ուրեմն որոշակի ընդհանրություններ կան, դրանց հիման վրա առաջանում են առանձին ուղղություններ, դրանք գեղարվեստի ուրեմն ուղղվածություն ունեն, չի կարող գիտության մեջ ոչ լինել, չէ՞, գիտությունը գիտություն է, իսկ արվեստի մեջ դա կարող է
լինել։ Եվ դրա համար մենք, երբ որ ժամանակակից ճարտարապետության մեջ ենք նայում, թվում է, թե որևէ այն կարգը օրդերային, որ գոյություն ուներ, արդեն չկա, ուրեմն ինչի վրա հիմնվել, գեղարվեստականության արտահայտչության միջոցների հարցում արդեն ազատություն կա։ Եվ կարելի է ուրեմն ուղղություն ստեղծել, ուղղություն ընտրել, միանալ ստեղծված որևէ ուղղության, այսինքն կարգի մեջ լինել, էլի կարգի մեջ, հա։ Սա ինձ անդադ այդ կարգի հարցը հետաքրքրում է անձամբ եւ բացարձակ ազատությունը էլի կարելի ասել չպետք է բերի քաոսային վիճակի, ինչը որ հիմա գանք մեր ժամանակին, ինչը որ մենք արդեն տեսնում ենք մեր շուրջը, չէ՞, որտեղ այդ կարգավորվածության որոշակի բացակայության պայմաններում մենք քաոսային ինչ-որ երևույթներ ենք տեսնում, պատահականորեն առաջացող ծավալներ, հա։ Մի խոսքով մեր այն ստեղծած շրջապատը, որ այս վերջին տասնամյակներում մենք մեր ոչ առանց մեր մասնակցության, չէ, ընդունենք մեր մեղքը, ստեղծում ենք այդ միջավայրը, ուրեմն որոշակի այդտեղ մտածելու բան կա եւ փաստորեն եթե ճարտարապետության մասին իսկապես մենք մտածում ենք, որ դա արվեստ է, պետքա փորձենք հասկանալ իսկ ինչ է այդ արվեստը, որ արվեստն է դա, դասական արվեստի սկզբունքներով, թե ժամանակակից արվեստի, որը խիստ տարբեր ուրեմն ելակետային պայմաններ ունեն իրենք։ Մի խոսքով բավականին լուրջ մարտահրավերներ կան հենց մեզ համար, որտեղ աշխարհի շարժումը տեսնում ենք, որ բավականին էլ հասկանալի է եւ նույնիսկ դրամաբանությանը չհակասող մենք շատ հեշտ ընկալում ենք աշխարհի ցանկացած երկրում ստեղծվող նոր ճարտարապետական ստեղծագործություն։ Մենք դժվարություն չունենք դա ընկալելու, որտեղ նույն մշակութային տարածքում ենք, նույն քաղաքակրթական միջավայրում ենք եւ դրա համար պետք չի կղզիանալ, պետք է ուղղակի ավելի լայն նայել աշխարհին եւ ընդունել այն, ինչ որ հիմնադրույթներում կա, գեղեցկության հիմնադրույթները չեն կարող բացակայել։ Մի քիչ դժվար է առանձնացնել, որտեղ գիտեք հարյուրավոր են։ Հիմա ես ուսանողներին առաջադրանք եմ տալիս, որտեղ որ իրանք գրում են, ցիտատներ են բերում տարբեր հայտնի ճարտարապետների խոսքեր, հա։ Դրանք այնքան շատ եմ ես հիմա կարդացել, հանկարծ կկրկնեմ ինչ որ մեկի ասածը, կստացի, որ իմ ասած բառերը չեն էլի։ Ես ձեռնպահ կմնամ 5 բառով բնորոշելու, որտեղ ես անդադ ավելի շատ հարցեր ունեմ, քան պատասխաններ։